Ողջույն, ես Սառան եմ, Ամպեր գիտատեխնիկական աշխատանոցի SMM մասնագետը, զանգերի օպերատորը, ռիլմեյքերը, լուրերի հաղորդավարն ու մեկնաբանը։ Լավ, սա հերիքա, քեզ սկսենք։ Լավ, համոզեցիր։ Դե ինչ մեր YouTube-ի երկու հետևորդ։ Ձեզ համար առաջնացրել ենք շաբաթվա top տեխնո լուրերը։ Ասենք հետևորդներից մեկը ես եմ, մեկը տնօրենը Սարիբեկը։ Top 1 առաջին լուրը վերջապես 6 ամիս քննարկումներից հետո գործում է Ամպեր գիտատեխնիկական աշխատանոցի YouTube-յան ալիքը։ Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Չինաստանը կրկին առաջատարն է ոլորտում։ Լյույանգ քաղաքում սահմանվել է նոր համաշխարհային ռեկորդ։ Միաժամանակ մեկ շոուի ընթացքում բարձրացված ԱԹՍ-ների քանակով երկինք է բարձրացվել ավելի քան 15947 դրոն։ Կազմակերպիչները խոստացել են հաջորդ տարվա շոուն իրականացնել 20,000 դրոններով։ Երկնքում պատկերվել են հսկա ծաղիկներ, երկիր մոլորակը եւ մի հսկայական ծառ, որի տերևները ընկնում են հրավառությանը զուգահեռ։ Ցուցադրության կազմակերպիչ Մայքլ Լին ասել է, որ նախապատրաստական աշխատանքները տևել են մի քանի ամիս։ Ռեկորդը ներկայումս սպասում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական հաստատմանը, բայց արդեն պարզ է, որ Չինաստանը կրկին գերազանցել է իրեն։ Հաջորդ թոփ լուրը Ամպեր դպրոցից է։ Աշխատանոցի հիմնադիր տնօրենի Սարիբեկ Կարոյանի հայերեն բառապաշարը հավելվել է եւս մեկ բառով՝ մեկուսանալ։ Ինչպես նշում են ներկաները, պահը հուզիչ էր, հաշվի առնելով, որ մեր տնօրենը նիմնոշկը ռուսկախոս։ Իսկ ինչպես նշում է հենց պարոն Կարոյանը, չի ֆիքսել, թե ինչպես է սովորել այդ բառը։ Ինչևէ, շնորհավորում ենք նրան եւ անցնում առաջ։ Քանի դեռ Չինաստանում ենք, շատ հեռու չգնանք։ Անօդաչու թռչող սարքեր արտադրող եւ մշակող չինական Իհանգ ընկերությունը ներկայացրել է VT35-ը՝ վտոլ օդային տաքսին։ Ի տարբերություն սովորական օդաչուի խցիկի, այն ունի օդաչուի համար նախատեսված նստատեղ, միայն ուղևորների համար, իսկ գործիքների վահանակը փոխարինվել է մեծ էկրանով, որտեղ կարող ենք տեսնել թռիչքի ընդհանուր բնութագրերը եւ հետագիծը։ Սրահ մտնելու համար թեքահարթակ անհրաժեշտ չէ։ VT35-ն ունի 8 բարձրացնող եւ 1 քարշակային պտուտակ։ Օդային տաքսին կարող է թռչել 200 կմ եւ 1 ժամ մնալ օդում, մարտկոցի լրիվ լիցքավորմամբ։ Դրոնը 8,26 մետր երկարություն ունի, թևերի բացվածքը 8,16 մետր է, իսկ թռիչքի արագությունը մոտավորապես 220 կմ/ժ է, 200 կգ առավելագույն բեռնվածությամբ։ Հիշեցնենք, որ մի շարք ընկերություններ արդեն փորձարկում կամ շահագործում են էլեկտրական օդային տաքսիներ՝ Archer Aviation, Flyilus եւ Whisk-Aero։ Մի ժամա նկարահանում ենք անում, սոված չես։ Պատկերացնում ես սնունդ պատվիրենք դրոնով բերեն, բայց թե այդ արդեն կա, ուղղակի Հայաստանում չի։ Ինչ որ քիչ առաջ ասեցի, գիտաֆանտաստիկ ֆիլմի մասին չէ։ Այն իրականություն է դարձել շնորհիվ Uber Eats-ի եւ իսրայելական Flytrex ընկերության համագործակցության։ Նրանք վերջերս հայտարարեցին իրենց համագործակցության անօդաչու թռչող սարքերով սննդի առաքման մեկնարկի մասին։ Առաջին թռիչքները կլինեն 2025 թվականի վերջին Տեխասում եւ Հյուսիսային Կարոլինայում։ Իդեպ, Flytrex-ը նորեկ չէ ոլորտում, ասեմ ավելին, բավականին հին գայլ է, արդեն իրականացրել են շուրջ 200,000 թռիչք։ Հիմա միակ հարցը սա է, ինչը կհասնի ավելի արագ, անօդաչու թռչող սարքը պիցցայով, թե ծանուցում, որ պատվերը պատրաստվում է։ Դե ինչ, այսքանն էին թոփ լուրերը տեխնո ալամաշխարից, իսկ մենք ցտեսություն ենք մաղթում եւ հույս ունենք, որ իսկապես հետաքրքիր էր մեր YouTube-ի Անդրանիկ հոլովակը եւ հավելում ենք մեր տնօրենի բառապաշարը եւս մեկ հայերեն բառով։ Անդրանիկ նշանակում է առաջնեկ, իսկ երկրորդ իմաստով մեծ եւ ավագ։ Կհանդիպենք։